Կալուստն ծեր օրտնյալի գայանն, որ գոչի բատմական բասն լեզվին մերո մայրենյաց։ Աստ հայտնապերեմք ըզ հոլովույթ լեզվին մերո մայրենյաց, ի կրապարեց աշխարապարս, ունելով եվս բեսպեզ ըզ պարպարսն։ Հայոց լեզուն, այսիկն հայ ժողովրդի լեզուն հայերենն է։ Հայերենը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական լեզուն է։ Հայերենը գտասվի հնակույն լեզուներու շարքին և գբատկանի հնտեվրոպական լեզվնդանիքին առանցին յուղավորումով։ Նախապես կգարձվեր, թե հայերենը իրանական լեզվնդանիքին մաս կգազմե։ 1875-ին գերմանացի լեզվապան Հյուբշման իր հայերենի թիրքը հնտեվրոպական լեզուներու մեջ աշխատությամբ ցույց կտա, թե հայերենը իրանական լեզումը չէ, այլ արևելյան և արևմտյան հնտեվրոպական լեզուներու միջև գտնվող ինքնուրույն լեզվաճյուղն է։ Հայոց լեզվի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է։ Դարերու ընթացքին հայերենը անցած է պատմական դարբեր փուլերը եւ հասած է այսօրվան իր իրավիճակին։ Յուրահատուկ լեզումը ունենալու գողքին հայերը նաեւ ունին իրենց հատուկ քիրերը, այփուփենը։ Նախամաշտության շրջանի քիրերու մասին մասնակի տեղեկություններ հասած են մեզի։ Հայ եւ օդար պատմիչներ իրենց աշխատություններուն մեջ նշած են հայկական քիրերու կամ նշանակրերու մասին տեղեկություններ։ Սակայն նախամաշտության կամ հեթանոսական մատենագրութենեն մեզի չէ հասած որևէ բադարիկ։ Քրիստոսեն ետք 405 թվականին դեղի ունեցավ հայ քիրերու քյուդը, շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի երկարադեղ չանքերուն եւ բրբդումներուն։ Քիրերու քյուդեն անմիջապես ետք դարբեր լեզուները թարգմանություններ կատարվեցան, սկսելով Աստվածաշունչեն, որ գոչվեցավ Թագուհի թարգմանչած։ Իսկ 5-րդ դարը գոչվեցավ ոսկե դար։ Այն լեզուն, որ 5-րդ դարուն քրավոր դարձավ, հետագային գոչվեցավ քրապար։ 5-րդ դարեն ետք քրական հայերենը հիմնականորեն զարգացած է հետևյալ փուլերով. քրապար, միջին հայերեն, աշխարհապար։ Քրապար։ Քրապարը հայոց հին քրական լեզուն է։ Անոր կորզածությունը գերգարի 5-րդ դարեն սկսյալ մինչև 19-րդ դարը։ Քրապարը կորզածվեր թե քրողներու կողմէ եւ թե առօրյա կյանքին մեջ։ Քրապարով քրված կամ թարգմանված են պատմական, փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական բազմաթիվ գիրքեր, մատյաններ։ Ժամանակի ընթացքին խոսակցականը եւ քրականը բավական կհերանան իրար մե, հասարակ ժողովրդին համար անհասկանալի դառնալով։ Ներկայիս քրապարը կգործածվի եկեղեցական դիսակատարություններու մեջ, մասնավորապես հայ եկեղեցու շարականներուն մեջ, ինչպես նաև քրապարյան շրջանի կրություններ հետազոտողներու եւ մասնագետներու կողմէ։ Միջին հայերեն Քրապարին հաջորդող փուլը կկոչվի միջին հայերեն կամ կիլիկյան հայերեն, գործածված է 11-րդ դարեն մինչև 16-րդ դարը։ Ձևավորված է ժողովրդախոսակցական լեզվի եւ գրապարյան բարբառներու հիման վրա։ Ավելի մատչելի եւ հասկանալի է, քան գրապարը։ Միջին հայերենով ստեղծագործած են միջնադարյան նշանավոր հայ աշխուղներ եւ բանաստեղծներ։ Անոնց մեն հայ միջնադարյան հոգևորական Սուրբ Գրիգոր Նարեկացին, միջնադարյան հայ բանաստեղծ Ֆրիկը, հայ աշխուղ եւ երգիչ Նահապետ Քուչակը։ Աշխարհապար Աշխարհապար հայերենը երկու ջղերով հանդես կուկա, արևելահայերեն և արևմտահայերեն։ Արևելահայերեն Արևելահայերենը հիմնականորեն հիմնված է Արարատյան ում ջղի պարպարին վրա։ Խաչատուր Ապովյան կհամարվի արևելահայ աշխարհապար կրակարության ռահվիրակ։ Արևելահայերենը արևելապար կխոսվի Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Բարսկաստանի, Ռուսիո և խորհրդային միության նախկին երկիրներու մեջ։ Արտագաղթի պատճառով ձևավորված սպիրկի նոր կաղուտներու մեջ ալ այսօր կխոսվի արևելահայերենը։ Արևելահայերենի հնչյունները ավելի մոտ են կրապարին։ Արևմտահայերեն Արևմտահայերենը ձևավորված է 19-րդ դարում։ Ձևավորված և հիմք ունի արևմտյան Գ ջղի պարպարները և բոլսահայ պարպարը։ Արևմտահայերենը գործընծուցած է քրապարյան հնչյուններու համակարգը։ 2010-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը դասեց վտանգված լեզուներու շարքին։ Հակառակ այսօր
արևմտահայերենը կխոսվի Բոլսո եւ Տասական Սփյուռքի երկիներում մեջ, Լիբանան, Սուրիա, Հունաստան, Երուսաղեմ, Ֆրանսա, Եգիպտոս, Կիպրոս, Ամերիկյան Միացյալ Նահանգներ, Արժանտին, Բրազիլ, Ուրուգվայ եւ այլն։ Գարժե փորձել կզել արևմտահայերենի կարդեսը։ Արդյոք կարելի է Հայաստանն ներառել։ Գրապայքար 1800-ականներու վերջերը գրապայքար կար մտավորական երկու խումբերու միջև։ Առաջին խումբը կողմնակից էր գրապարը գործածելու որպես գրական լեզու։ Անոնց կմիաներ հայ առաքելական եկեղեցին։ Երկրորդ խումբը կուզեր նոր գրական հայերենը աշխարհաբարը գործածել որպես գրական լեզու։ Վերջավորության հաղթեցին աշխարհաբարանները եւ վերջ տրվեցավ այս գրապայքարին։ Ուղղակրություն Հագարակ ընդհանրացած գարձիկին արևելահայերենը եւ արևմտահայերենը մեկ ուղղակրություն ունեին։ Խորհրդային միության օրերուն ընդունվեցավ ուղղակրության ռեֆորմը, բարեփոխելու եւ թյուրացնելու համար ուղղակրությունը։ 1922-ի եւ 1940-ի բարեփոխումները մեծ վիհ ստեղծեցին արևելահայերենին եւ արևմտահայերենին միջև։ Տասական Սփյուռքը, որ հիմնականորեն արևմտահայերեն գխոսեր, չընդունեց եւ գարչած մնաց ավանդական ուղղակրությամբ։ Իսկ արևելահայերենը այսօր ընդհանրապես կկրվի այս բարեփոխված ուղղակրությամբ։ Բացառություն է Պարսկաստանի հայ համայնքը։ Այս պատճառով հաճախ կգործածվին արևելահայերեն կամ արևմտահայերեն ուղղակրություն եզրերը։ Բայց նախընտրելի է ասել ավանդական կամ դասական ուղղակրություն, երբ կակնարկենք արևմտահայերեն ուղղակրության։ Փորձեր կկատարվին աշխարհապարի երկու ջյուղերը մերձեցնելու։ Հիմնական ջյուղերու կողքին հայերենի մեջ նաև կան ավելի քան 50 պարպար։ Բավարարաբար լսած եք այս պարպարներեն քանի մահատին մասին։ Օրինակ Մուսալերան պարպարը, Արցախի պարպարը, Համշենի պարպարը, Ուրճամուտի պարպարը։ Պարպարները հատուկ են քանի անոնց գործածությունը բնորոշ է որոշ վայրիմը։ Ժողովրդի որոշ հատվածի կողմէ կգործածվի, առօրյա հաղորդակցության եւ բանավոր ստեղծագործության միջոց է։ Եթե գուզեք ավելի մանրամասն անդրադառնանք որոշ պարպարիմը, կոմենտ բացկեցեք եւ աբական դեսերիզով ավելի մանրամասն կներկայացնենք այդ պարպարը։ Այս տեսերիզով հակիրճ ձևով ներկայացուցինք հայերենի հոլովույթը, գրապարեն մինչև ժամանակակից հայերենը։ Ապագայի իմաստով կարժե մտածել, ինչպես լեզուն եւ լեզվի գործածությունը կրնա փոխել կամ զարգանալ։ Արևմտահայը գրապարյան հնչյունները կորթեգրե, արևելահայը ավանդական ուղղագրության կվերադառնա, արդյոք հայերենը կդառնա մեկ լեզու, միացնելով աշխարհաբարի երկու ճյուղերը։